Հայաստանում երկրաշարժեր գրանցվում են ամեն օրը մի քանի անգամ, սակայն շատ դեպքերում մարդիկ դրանք չեն զգում։ Հանրապետությունում տեղադրված սարքերն են գրանցում։ Մասնագետները պնդում են, որ երկրաշարժի հետ կարելի է հաշտ ապրել, իսկ դիմակայելու առաջին պայմանը սեյսմակայուն շինարարությունն է։ Ասենք խոսել այն դիրքերից, ինչ որ մենք ունենք, որովհետև մենք ծանր ժառանգություն ենք ստացել մեր տեսակետից սեյսմիկ խոցելիության տեսակետից նախին խորհրդային միությունից, դրա ամենավառ ապացույցը նույն Սպիտակի երկրաշարժն է, երբ որ 7.69-7 մայնիտուդը բերեց տենց աղետի, այդ մասշտաբի աղետի, քանի որ ժամանակին շենքերը նախագծվել եւ կառուցվել են շատ ավելի ցածր սեյսմիկ վտանգի համար, քան իրականում գոյություն ունի։ 9-10 բալանոց գոտում նախագծվել են 7-8 բալանոց շենքեր։ Ստեից սկսում է մեր խնդիրները։ Կան սեյսմական շինարարության նորմեր, որոնք թարմացվեցին համեմատաբար վերջերս, մնում է մենք բարեխիղճ աշխատենք, շենքերը կառուցենք համաձայն նորմերի, այսինքն պահպանելով եւ պաշտպանելով սեյսմական շինարարության նորմերի պահանջները։ Շինարարական նորմերը խստացվել են եւ այսօրվա շինարարությունները կատարվում են ըստ այդմ, սակայն ներկայումս բուռն իրականացվող շինարարությունը ամբողջ բնակֆոնդի փոքր տոկոսն է կազմում եւ շենքերի գերակշռող մասը թեև լավ վիճակում են, սակայն բարձր մագնիտուդի երկրաշարժին ոչ այդքան դիմացկուն։ Մեծ խնդիր են վթարային շենքերը, որտեղ մինչև հիմա մարդիկ են բնակվում։ Հայաստանում անբավարար տեխնիկական վիճակում գտնվող, այսինքն 3-րդ եւ 4-րդ կարգի վթարային 614 շենք կա։ Վնասված շենքերի առյուծի բաժինը 120 շենք, Երևանինն է, 149 շենք գտնվում է Լոռու, 123-ը Շիրակի մարզերում, հայտնում են քաղաքաշինության կոմիտեից։ Այս թիվը Հայաստանի բազմաբնակարան շենքերի 3.2%-ն է։ Ինչ են առաջարկում ոլորտի ներկայացուցիչները վթարային շենքերի հարցի լուծման համար։ Պետք է ամեն տարի պետական բյուջեից համապատասխան գումար նախատեսել, որպեսզի քանդվեն կամ ապամոնտաժվեն 4-րդ կարգի վթարային շենքերը, ապահովելով բնակիչներին նախ ժամանակավոր կացարանով, հետո եւ մշտական բնակարաններով։ Հասկանալի է, որ դա ծախսատար է, բայց դա պետք է անել։ Կամ հնարավոր է ուժեղացնել շենքը, պարտադիր չի քանդելը դա ծայրահեղ միջոցն է։ Մենք աշխատում ենք եւ նաեւ մեր գործընկերների հետ Քաղաքաշինության կոմիտեի, էկոնոմիկայի նախարարության հետ ռենովացիա կոչված նախագծի վրա, որը իրենից ենթադրում է հին շենքերի վերափոխումը ինչ-որ մի տարբերակով նոր շենքերի, բնականաբար այդտեղ որոշակի բիզնես տրամաբանության մեջ, այսինքն բիզնեսը վերցնի հին շենքը, համայնքը կամ պետությունը իրեն տրամադրի որոշակի արտոնություններ, որպեսզի ինքը կարողանա կառուցել շենք, բնակեցնելով թե վթարային շենքի բնակիչներին եւ թե ունենալով որոշակի այդտեղ բիզնես հետաքրքրվածություններ։ Ռենովացիա ծրագիրը այժմ մշակման եւ քննարկումների փուլում է։ Մինչ այն կյանքի կկոչվի, վթարայինների բազմաթիվ բնակիչներ շարունակում են ծայրահեղ վտանգավոր պայմաններում ապրել։ Վարդաշեն թաղամասի բնակիչները 4-րդ կարգի վթարային հանրակացարաններում են ապրում, զուրկ կոմունալ տարրական պայմաններից։ Բնակիչները ամեն օր բողոքում են, պահանջում ապահով բնակարան, սակայն տարիներ շարունակ հարցը չի լուծվում։ Մնացել են կառավարության, քաղաքապետարանի եւ երկրաշարժի գթասրտության արանքում։ Չնայած Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը մոտ 2 տարի առաջ նախընտրական քարոզարշավի ժամանակ խոստացել էր լուծել հարցը։ Պայմանների վախի մասին, երեխաների վախի մասին մենք արդեն այնքան վախեցած ենք, որ եթե մի հատ շարժ ա լինում, փոքր երեխեք եւ վեկալում դուրս են գալի աջալդերով, ով ինչ հասցնում է։ Ցրտին կանգնում են դուրս են, մինչեւ ասիկ մի քիչ դադարում է։ Ինչքան կարելի է, բոլորը տեղյակ են։ Եվ կառավարությունը, եւ քաղաքապետարանը, եւ թաղապետարանը, Ավինյանը տեղյակ է ինքը, եկել է, մտել է, նայել է, ասել է մենք տարի ու կեսում ձեզ կապահովենք։ Անգամ այդ տարեց կնոջը ինքը խոսք ա տվել, որ տատիկ ջան, տարի կես հետո դու այստեղ չես ապրելու։ Արդեն 7 ամիս անցել է։ Հիմա մեր խնդրանքն է, մեզ առաջարկեցին։ Ասցին մենք կարողա ձեզ սերտիֆիկատներ հատկացնենք։ Այդ սերտիֆիկատները մեզ ձեռք չի տալիս։
որովհետեւ ես ինքս թոշակառույն ստանում 39000 թոշակ։ Այդ սերտիֆիկատը ինչքան պետք է գումար հատկացնի, որ ես վրան ավելացնեմ, որ ինձ համար 94 քառակուսի մետր է իմ տարածքը, որ այդքանով ես տարածք առնեմ։ Ես ի վիճակի չեմ լինի։ Մենք սերտիֆիկատին համաձայն չենք։ Տարհան են մեզ, երկրաշարժ լինում, երեխաներին, հիվանդներին գրկում ենք, դուրս են գալիս, աջալներով փաթաթվում ենք, սպասում ենք, որ մի քիչ ինչ-որ խաղաղվի ու դուրս գանք։ Բոլոր երեխեքը հիվանդացել են այդ բորբոսից ու խոնավությունից։ Մի մարդ չկա առողջ, բոլորը կամ թոքերից են հիվանդ, կամ ոտերից են հիվանդ, փոքր երեխան 3 տարեկան երեխան ինչի պետք է հազա։ Ինչի պետք է հիվանդություն ունենա այդ խոնավտան համար։ Մենք այնքան ենք գալու, արդեն ոչ թե գալու, մենք պահանջում ենք։ Խիստ ձևով պահանջում ենք։ Քաղաքապետարանից եւ քաղաքաշինության կոմիտեից հայտնում են, որ այս տարիներին լուծել են Երևանի մի շարք վթարային շենքերի հարց։ Արագածոտնի, Լոռու եւ Շիրակի մարզերում 1-2 շենքի հարց է կարգավորվել, որոշները ընթացքի մեջ են։ Հայաստանում այժմ կան վթարայնության բարձր աստիճան ունեցող բազմաթիվ շենքեր, որոնց բնակիչները սպասում են ապահով բնակարան ունենալու իրենց հերթին։ Սեյսմակայունության վրա ազդում է մեկ այլ գործոն՝ շենքերի խեղումը, երբ եղած շենքերի վրա հարկեր են ավելացնում, բնակիչները պատշգամբեր են առաջ տալիս, քանդում, ձևափոխում հենապատերը։